Հարց համար 29-ը սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Այո, քվեարկել ենք հարցնող։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր օրենսդրության մոտարկումը Եվրոպական միության օրենսդրությանը եւ ներկայացվող փաթեթով մոտարկում ենք ՍԵՊԱ-ի եւս 4 հրահանգ, մասնավորապես սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ, հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին, մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին եւ ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին։ Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողների հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ, խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը, նախագծով սահմանում են անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է, հարցերի դեպքում օրինակներով կարող եմ նաև ներկայացնել։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող միանալու պայմանագրերում վաճառողները կամ ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառելու դեպքում այդպիսի պայմանները կհամարվեն առոչինչ, ինչպես արդեն նշեցի, կարգավորումների արդյունքում տնտեսվարողները պետք է բացառեն այդպիսի որևէ անարդար պայման։ Կարգավորումները տարածվելու են այն տնտեսվարողների վրա, որոնք առաջարկում են սպառողին կնքել ստանդարտ ձևով սահմանված պայմաններով միանալու պայմանագիր։ Երկրորդը մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին է։ Այս հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող գովազդի եւ համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունները, դրա մոլորեցնող լինելու հանգամանքները, համեմատություններ պարունակող գովազդի թույլատրելի դեպքերը, էլի եթե կարիք լինի օրինակով կներկայացնեմ։ Չնայած նրան, որ գործող օրենսդրությամբ նախատեսված են մոլորեցնող գործողության կամ գովազդի վերաբերյալ որոշակի կարգավորումներ, այնուամենայնիվ տվյալ հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները ամբողջովին պաշտպանված կլինեն մոլորեցնող գովազդից։ Կարգավորումների արդյունքում համեմատություններ պարունակող գովազդի առումով տնտեսվարողները կունենան հնարավորություն որոշակի դեպքերում գովազդում նշել մրցակից տնտեսվարող սուբյեկտին կամ վերջինիս կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները, իսկ մոլորեցնող գովազդի առումով տնտեսվարողները կիմանան այն հանգամանքները, որոնք կարող են հաշվի առնել գովազդի մոլորեցնող լինելու հանգամանքները որոշելիս, եւ այս կարգավորումները տարածվելու են գովազդ տեղաբաշխող եւ տարածվող տնտեսվարողների վրա։ Երրորդը հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգն է։ Հեռակա պայմանագրի օրինակ, ասենք առցանց հարթակներում կնքվող պայմանագրերն են, որտեղ վճարումն իրականացվում է on-line։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ հնարավորություն կունենալ ծանոթանալու հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի դեպքում ապրանքի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններին, վաճառողի եւ սպառողի իրավունքներին եւ պարտականություններին, պայմանագրի ներկայացվող պահանջներին, պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքին, ապրանքի առաքման ժամկետներին եւ այլն։ Կարգավորումների արդյունքում տնտեսվարողները ստիպված կլինեն պահպանել տվյալ տեսակի պայմանագրերին ներկայացված պահանջները։ Կարգավորումները չեն տարածվելու սոցիալական, առողջապահական, ֆինանսական, հանրային ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ պայմանագրերի վրա։ Ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների մասին հրահանգի մոտարկման դեպքում կամրագրվի ապրանքներին, ներառյալ թվային տարերով ապրանքներին եւ տվյալ ապրանքի գործառույթն իրականացնող թվային բովանդակության կամ թվային ծառայությունների ներկայացվող պահանջների շրջանակը եւ դրանց անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցների շրջանակը, օրինակ խելացի ժամացույց գնելու դեպքում ժամացույցի հավելվածի խափանված լինելը, օրինակ նշանակում է ժամացույցի անհամապատասխանություն կամ մեքենայի դեպքում եւ այլն։ Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ հնարավորություն կունենան ապրանքների ներառյալ թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման ժամանակ 2 տարվա ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում դիմել արտադրողին, վաճառողին ապրանքի թերության վերացման նպատակով, իսկ օգտագործված ապրանքի դեպքում երաշխային ժամկետը սահմանել ոչ պակաս քան 1 տարի։ Կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, սպառողի կամ ծառայության այլ օգտատերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայություններին։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին
գործող օրենքի իմաստով վերնշված պահանջների չկատարումը կհամարվի սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտում, որի քննությունը գործող օրենքով վերապահված է մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։ Փաթեթի մշակման աշխատանքների իրականացման համար շնորհակալություն ենք հայտնում մրցակցության սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին բավականին շատ աշխատանք է կատարվել եւ հսկայական օգնություն է մեզ այս առումով տրամադրվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Հարգելի գործընկերներ, ըստ էության այս փաթեթը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մեր կարգավորումների մոտարկումն է Եվրամիության կարգավորումների հետ։ Այսինքն մենք որդեգրում ենք եվրոպական ստանդարտ եւ դա հիմնական արձանագրումը եւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառում է սա որպես մասնավոր դեպք, իսկ ընդհանուր մեր ռազմավարության մասին խոսելու առիթներ շատ ենք ունեցել, այդ թվում 3 էլ համաժողովի հրապարակային ես այդ թեմային անդրադարձել եմ։ Պարոն Գևորգյան, ինչ ունեք լրացնելու եւ ընդհանրապես նախորդ տարվանից եւ գուցե մի քիչ էլ ավել մենք մի քանի անգամ քննարկել ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հանձնաժողովի գործունեությունը առավել ակտիվանա եւ այդ առումով ինչ ունենք այս պահին մեր քննարկումներից հետո արդյոք մեզ հաջողվել է այն խնդիրները, որ առաջադրել ենք այս ժամանակահատվածի համար լուծել։ Համեցեք։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ նշեմ, որ այո, պարոն վարչապետ, սա արդեն ըստ էության, ինչպես պարոն նախարար նշեց, երկրորդ փուլ օրենսդրական փաթեթն է, որը ներկայացնում ենք արդեն ներկայացվեց կառավարության հաստատմանը, մնացել է վերջի փուլը, այսպես ասած պայմանական երրորդ փուլի փաթեթը, որը այլընտրանքային լուծման մեխանիզմների մասին է, ըստ էության, եթե ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փաթեթները, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը այս հատվածով իր օրենսդրությունը գերազանցապես մոտարկեց Եվրոպական միության ստանդարտներին կամ կարելի ասած զարգացած տնտեսական համակարգի ստանդարտներին, ու մենք արդեն եւ կարողանում ենք սպառողին մատուցել այն իրավունքները կամ սահմանների իրավունքները, որոնք կա քաղաքակիրթ աշխարհում եւ դրանք պաշտպանել։ Հիմա գործնականում ինչ են կարել, հիշում ենք, որ անցյալ տարվա երկրորդ կեսից մենք ներդրեցինք նաեւ այսպես ասած համակարգ սպառողի օգնական կոչվող գործիքը, որը ձեր ներկայությամբ ներկայացրեցինք հանրությանը, որի միջոցով նաև ստանում ենք անհատական խնդիրների հետ կապված բողոքներ, մի քանի 100 բողոք է արդեն սպասարկվել այդ համակարգի միջոցով եւ իր ուրախություն մեզ պետք է նշեմ, որ տնտեսվարող սուբյեկտները արդեն մի քանի ամիս հետո իրենք կամավոր, այսինքն սպառողի խնդիրը երբ որ ծագում է համակարգի միջով գնում է, առանց լրացուցիչ վարչական մեխանիզմի կամ վարչարության խնդիրը լուծվում է, եթե բիզնեսի կողմից չի լուծվում, ուղարկվում է գործընկեր հասարակական կազմակերպությունին կամ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք փորձում են բիզնեսից այս խնդիրը լուծել։ Սա այն այլընտրանքային մեխանիզմի նախնական տարբերակն է, որը մենք զարգացնելու ենք եւ հետո լինելու է։ Այս տարի նաև խնդրել ենք էլեկտրոնային հարթակներին, որտեղ դեմիերեսներին կդրվի ծանուցում, որ եթե սպառողները խնդիր ունենան, դիմեն այդ համակարգի միջոցով, հուսով եմ մենք տարվա ընթացքում կունենանք արդեն բավականին լուրջ արդյունք։ Վստահաբար արդեն համակարգը աշխատում է եւ կայացել է։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այս ոլորտը շատ ծավալուն է եւ այդտեղ բազմաթիվ շերտեր կան եւ մենք բազմաթիվ բարդություններ ունենք։ Այստեղ էլի մեր մարտավարությունը ես տեսնում եմ, որ մենք հետեւողական ուղղակի աշխատենք, որովհետեւ խնդիրների են ծավալը, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք, լուծելու միակ տարբերակներն է, որ մենք պարզապես հետեւողական համբերատար գույքագրենք մեր բոլոր խնդիրները եւ նույն համբերատարությամբ եւ նույն հետեւողականությամբ, գուցե մի քիչ ավելի հետեւողական զբաղվենք դրանց լուծման, որովհետեւ ոչ մի օրենքի փոփոխությունը, ոչ մի կառավարության նախագիծը որոշումը այդ իրականությունը չեն փոխելու, իրականությունը փոխելու է հետեւողական աշխատանք։ Խնդրեմ։
Անվաճապետ թույլ տակ առիթ օգտագործելով էլի որտեվ երեկվանից բարձրացում են հարցը հենց սպառողներին առաջով ինչ է գազի գինը թանկացել, գազի գնի թանկացումը կապված առողջության է նայում հեղուկ գազի գնի մասին է խոսքը։ Հեղուկ, որ գազի բաներում վաճառվում է, եւ այսօր մի որոշակի թերթեր դրան անդրադարձել են, սա ինքը սովորական process է, որը ամեն տարվա դեկտեմբերին դա տեղի է ունենում եւ որևէ արտառոց բան չկա, որովհետեւ կապել էին որոշակի հանգամանքները բենզինի գնի էժանացման հետ, որ թանկացնում է, որպեսզի դրա վաճառ կապովի, ինքը ընդհանրապես ճանապարհային Սկացա, այդ ինչ տրամաբանություն է, բենզինի գինի Երեկվանից, այո, այդպես մեծ աղմուկ է բարձրացնում, որ իհարկե ու այսօր դրա տարածումը շատ եղավ, մենք հստակ պարզաբանում ենք տվել, այսօր այդ առիթ օգտագործում, որ ամեն տարի լարսը, երբ որ ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են եւ ամեն տարի ինչ-որ նոր պատճառաբանություն է լինում, սովորական process-ը ապրիլ, մայիս ամիսին էժանա, դեկտեմբեր ամսին թանկ է, եւ այստեղ որևէ ինչ-որ լուրջ խնդրեմ գոյություն չունի եւ դեֆիցիտ եւս գոյություն չունի։ Դե այն ինչ որ նկարագրեցիք, արդեն լուրջ խնդրեմ է, հարցը այդ չի, բայց դա խնդիր է, որ այդ թվում պետք է լուծվի տարածաշրջանային մեր հենց իմ նիստի սկզբում իմ ասած հարցի լուծման համատեքստում պետք է այդ հարցը լուծվի։ Եվ որպեսզի էլի մենք Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը, այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես շարունակեմ նախ մոտարկումների մասով, այո, մենք նախորդիվ 4 ուրեմն հրահանգ մոտարկեցինք, հիմա եւս 4 եւ վերջին փուլով մնացածն էլ եթե կմոտարկենք ու կստացվի, որ սպառողների իրավունքների պաշտպանության եւ տնտեսական մրցակցության դաշտում մեր ողջ օրենսդրությունը գերազանցապես Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված է եւ սա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է տվյալ հարցին, գործարարները ինձ օրեր առաջ էլ, այսինքն մի քանի օր առաջ արդեն դրա մասին խոսում էին, որ ինչ է տեղի ունենում, սովորաբար Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն վերին Լարսով եւ Իրան։ Հայտնի հանգամանքներով պայմանավորված երկու ուղղություններով բարդություններ կա։ Մի դեպքում ձյան առատ տեղումներ, մեկ այլ դեպքում գիտենք։ Եվ այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետեւյալն է եղել, որ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկ ընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետեւ երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ վերին Լարսը։ Մենք հիմա կարող ենք ասել, որ այդ ապրանքախումբը նույնպես երկաթուղով կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Վարչապետ, վստահաբար այո, բայց այնուամենայնիվ ստեղ քանի որ ոչ միայն տրանզիտի խնդիր է, այլ նաև առևտրի խնդիր է, որ այդ պարագայում ես կարծում եմ մոտ ժամանակներում ավելի հստակ շուկան հայտարարություն կանի, թե ինչ ձևաչափով է այդ ապրանքի մատակարարումը ալտերնատիվ ուղով գալիս եւ ինչ երկրից։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ դա շատ հավանական է լինելու, որ շարժը տեղի ունենա երկաթգծով գնորդից մինչև վաճառող, որովհետև այնուամենայնիվ վերադառնալով թեմային, մենք իրականության մեջ տեղափոխման այն ձևը, որը այսօր կոնսենսուսով տենց աչք ենք փակում կարելի ասել, անթույլատրելի է, որովհետև ի վերջո պատկերացրեք ինչի մասին ենք խոսում, լավ վերին Լարս եւ այլը, բայց նաեւ այն որ ճանապարհներով տեղափոխվում ավտոմեքենայով, դա լավագույն ձևաչափը չի եւ ես բազմաթիվ վերապահումներ կարող եմ ասել դրա հետ կապված։ Նկատի ունեմ որ քաղաքակիրթ ճանապարհով ես կարծում եմ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները կիրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Ամեն դեպս կրկին թույլ տվեք վստահություն հայտնել, որ
Այն որ ասում եք, որ ամեն տարի դեկտեմբերին, 2026 թվականի դեկտեմբերին այդ ձեր նշած երևույթը այլևս չի լինելու։ Ես դրանով վստահ եմ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված։ Քննարկում ենք հարց համար 24-ը ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Համեցեք, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է նախորդիվ 20 պայմանագիր 88.3 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Դրանցից արդեն իսկ կառուցված է 23.5 հեկտար ջերմատուն, որից միայն 2025 թվականին 18.4 հեկտարը։ Միայն 2025 թվականին նաև մեկնարկել է եւ կառուցման փուլում է գտնվում եւս 64.8 հեկտար ջերմատուն եւ մեր գնահատականներով սրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, այս տարվա ընթացքում կշահագործվեն։ Ծրագրի շրջանակում տրամադրում ենք մինչև 15 միլիարդ դրամի վարկեր 1 հեկտար եւ ավել մակերեսով առաջադիմական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ կառուցելու համար։ Վարկը տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով, մայր գումարի եւ տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակատարվել է ծրագրով նշված արդյունքային ցուցանիշները, մասնավորապես 35 հեկտար ամբողջ ծրագրի շրջանակի համար, 2025 թվականի հոկտեմբերին ծրագրում կատարել ենք որոշակի փոփոխություններ եւ նոր ծրագրով առաջարկում ենք հետեւյալ վարկային տոկոսադրույքները։ Մինչև 3 միլիարդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8%-ային կետով ստանդարտ պայմանագրերի դեպքում, 3 միլիարդից ավել մինչև 9 միլիարդ վարկի դեպքում 7%-ային կետով, այսինքն օրինակ վերցրեց 9 միլիարդ, առաջին 3 միլիարդը սուբսիդավորվում է 8%-ային կետով, երկրորդ ուրեմն 6 միլիարդը, մնացած 6 միլիարդը սուբսիդավորվում է 7%-ային կետով։ Եվ 9 միլիարդ դրամից ավել հատվածը մինչև 15 միլիարդ դրամ 6%-ային կետով։ Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում նաև երիտասարդ տնտեսվարողներին եւ 63 տարեկան լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելով։ Այս պարագայում մենք առաջարկում ենք տոկոսային կետերը մեկական տոկոսային կետով ավելացնենք։ Օրինակ, եթե մարդը 64-65 տարեկան է եւ ուզում է ջերմատնային տնտեսություն ունենալ, ինքը 9%-ային կետով ենք իր վարկը սուբսիդավորում եւ նաեւ եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների նվազման միտում, ապա հաճախ սա բավականին մեծ եւ ասում եմ, որ կառավարությունը տոկոսադրույքների շատ մեծ մասը իրականում փոխհատուցում է։ Նույնը 3 միլիարդից մինչև 9 միլիարդ դրամի դեպքում 8%-ային կետն ենք փոխհատուցելու եւ 9 միլիարդից ավել հատվածի համար մինչև 15 միլիարդը 7%-ային կետ։ Սա է այս առումով կառավարության ծրագրում նախանշված բոլոր ցուցանիշները, պարոն վարչապետ, կարող ենք վստահաբար ասել գերակատարված են, բայց շարունակելու ենք ծրագիրը, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք։ Մի րոպե, պարոն Պապոյան, այս ծրագիրը ինչքան ժամանակ է գործում։ Այդ ծրագիրը փաստացի Սա ծրագիրը հետեւյալի մասին է, որ ջերմոցային տնտեսություն հիմնելու դեպքում մենք ինչ ենք անում։ Տոկոսը, վարկի տոկոսը սուբսիդավորում ենք։ Այո։ Դարձնում ենք ինչքան 0, թե մի քիչ ավել։ Մենք սուբսիդավորում ենք, պարոն վարչապետ, ստանդարտ դեպքում, ոչ մինչև 35 տարեկան երիտասարդի կամ 63։ Ստանդարտ դեպքը ո՞րն է։ Երբ որ օրինակ 40 տարեկան է մարդը, եւ այդ դեպքում մենք սուբսիդավորում ենք, եթե մինչև 3 միլիարդ դրամ է վարկը, 9%-ային կետով, օրինակ ինքը վերցնում է 13%-ով վարկ, 9 պետությունն է վճարում, ինքը մնացած 4-ը, բայց առաջին 1 տարին, այսպես ասած, այդ grace period-ն է, արտոնյալ ժամկետն է, երբ որ ինքը տոկոսադրույք չի վճարում, այսինքն առաջին 1 տարվա ընթացքում ըստ էության իր համար Հիմա այս ծրագիրը ինչքան է գործում, ինչքան Այս ծրագիրը սկսվել է 23 թվականի երկրորդ կեսին, 23 թվականի Այս ծրագրով քանի հեկտար ջերմոց է կառուցվել, Շատ գիտեք։ լավ։ 23 թվականին արդյունքներ չեն եղել, 24 թվականին կառուցվել է մոտ 6 հեկտար, 25 թվականին 18.4 հեկտար եւ ուրեմն 26-ին պլանավորում ենք ընթացքի մեջ է եւ 99% էս արդյունքն այնելու 64.8 հեկտար։
Հիմա մենք ծրագրի մեջ ինչ ենք փոխում։ Ծրագրի մեջ որ 2%-ային կետով նվազեցրել, այսինքն մենք եթե նայենք մեր արդյունքային ցուցանիշը, քանի որ ապահովված է, կարող ենք ասել, որ ծրագիրը արդեն իսկ համարենք ավարտված, բայց շարունակում ենք նախ ծրագիրը եւ ուղղակի մի փոքր տոկոսային կետերը նվազեցնում ենք։ Մի դեպքում 1, մի դեպքում 2%-ային։ Այսինքն ավելի ենք շահառուի համար ենք ավելի նվազեցնում ենք, թե շահառուները այն ժամանակ օրինակ 10%-ային կետով պետք է ստանային փոխհատուցում, հիմա ստանալու են 8 կամ 9%-ային կետով փոխհատուցում։ Շատ լավ։ Այդ գումարները հիմա այդ ծրագրից ով ուզի կարող է օգտվել։ Ծրագրից կարող են օգտվել բոլորը։ Այսինքն մարդը պետք է ունենա հող ակնհայտ։ Նվազագույնը 1 հեկտար։ Նվազագույնը 1 հեկտար սեփական հող պետք է ունենա։ Վարձակալած հողի վրա չենք համաձայնվի։ Սեփականություն իրավունք պետք է ունենա։ Շատ լավ, ել ինչ պետք է ունենա։ Եվ եթե ինքը կարողանում է ունենալ նաև համապատասխան գրավ, որ իրեն վարկավորեն, Այսինքն ինքը բանկի հետ է պայմանավորվում, մենք տոկոսներ սուբսիդավորում։ Շատ լավ։ Պարզը հասկանալի է եւ էլի թվերը, որ ասցիք, էլի մեր ծրագրերում հաճախ է պատահում, որ ծրագիր ընդունում ենք, ասենք մի տարի լռություն է, ոչ մի ձեն չկա, ոչ մի բան տեղի չունենում, հետո սկսում է աճել եւ սա լավ process է մեր ռազմավարություններին համապատասխանող, որովհետեւ ասել ենք, որ գյուղատնտեսություն ասելով մենք ավելի ու ավելի պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետեւ այն ինչ որ ինտենսիվ չի, այսօրվա կամ վաղվա տրամաբանությամբ ենք անել գյուղատնտեսություն չի, ընդ որում այստեղ մի հետաքրքիր բան կա, էլի կարծում եմ, որ այս նրբությունները բոլորս պետք է իմանանք, ես տարբեր առիթներով, որ ջերմոցներում լինում եմ, ինձ հետաքրքրում էր, որ օրինակ բարձրադիր վայրերում, Գեղարքունիքի մարզում, որը այնց կլիմայական մեծ հայտնի գյուղատնտեսական կլիմայական այդքան էլ լավ պայման չունի, ես առիթ ունեցա ջերմոցի սեփականատիրոջը ասում եմ, բա ինչի եք, բա խնդրեմ չի, որ այս ցուրտ մարզում եք վերում ջերմոցային տնտեսությունը դնեն, եւ ընդհակառակը պարզվեց, որ հենց այդ ծովի մակերևույթից որոշակի բարձրություն, որը մեր տրամաբանությամբ գյուղատնտեսության համար այդքան էլ հարմար չի, ինքը էներգախնայողության առումով ամենահարմարն է, որովհետև արևի էներգիան այդտեղ օգտագործվում է մաքսիմալ։ Եվ սա պատկերացնում եք մեր հանրապետության համար ինչ հնարավորություններ է բացում։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, հիշում եք, ես առիթ ունեցել եմ, ասել եմ օրինակ Գեղարքունիքի մարզում, նույն ժամանակ այդ խնդիրները կան, որ կառավարությանը գալիս էին ասում են կաղամբը չի վաճառվում, կաղամբի գինը արդեն դարել է 5 դրամ կամ 10 դրամ եւ այլն եւ այլն։ Մենք այն ժամանակ ասում ենք պետքա ոչ թե հենց անենք որ կիլոն 5 դրամանոց ապրանք աճի, այլ կիլոն ենթադրենք 50 դրամանոց ապրանք աճի եւ բարձր արժեք ունեցող մշակաբույսեր։ Հիմա այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս, որ մասնավորապես մենք Գեղարքունիքի մարզում եւ էլի բարձրադիր վայրերում ունենանք այսպիսի տնտեսություններ եւ ընդ որում լավ լուրը որն է, որ իրանք ես ինչքան գոնե շփվում եմ մարդկանց հետ, իմ շփումները դա են ցույց տալիս, չնայած վիճակագրությունն էլ է ոնց որ է ցույց տալիս, այդ ընկերությունները բավականին ֆինանսապես առողջ են եւ իրենք աշխատում են։